Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնես Ախամոյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունել համար Տիկին Խամոյան։ Զրույցը ուզում եմ սկսել Բաքվում պահվող մեր հայրենակիցների վերադարձի խնդրից եւ բառացիորեն այսօր Ռուբեն Վարդանյանը ընտանիքի միջոցով աուդիո ուղերձ է հղել մեր հայրենակիցներին, որտեղ ասում է Բաքվի բանտից ասում է լյոխ լավ է լինելու, նաև նշում է, որ ես այստեղ հասկացա, որ երբեք չի կարելի տրվել հուսալքության, անտարբերության եւ հասկացա, թե ինչու է դա 7 մեղքերից ամենասարսափելին, այսինքն Բաքվում գտնվող Ռուբեն Վարդանյանը ըստ էության չհուսահատվելու կոչ է անում մեզ բոլորից։ Շնորհակալ եմ հրավերի համար, այո, ինչպես արդարացիորեն դուք նկատեցիք, չհուսահատվելու կոչ է անում, ես կավելացնեի նաև, որ այս ընթացքում վստահ եմ դուք եւս հետևել եք այդ շինծու դատավարության ընթացքին եւ տեսել եք, որ մեր հայրենակիցները Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ մեր մյուս հայրենակիցները, ովքեր այս պահին գտնվում են Բաքվի բանտում, շատ ավելի ազատ են, քան Հայաստանի իշխանությունները բանակցությունների ժամանակ եւ առհասարակ, իրենք շատ ավելի արժանապատիվ կեցվածք են որդեգրել, կեցվածք են ցուցաբերում, քան Հայաստանի իշխանությունները հայ ժողովրդի հետ երկխոսության եւ այսպես կոչված բանակցությունների ժամանակ իրենց դիրքորոշումները արտահայտելու ընթացքում, սա ցանկանում եմ ամենակարևոր արձանագրումն է, որ անենք եւ դուք գիտեք, որ վերջին հարց ու պատասխանի ժամանակ կառավարության հետ ես բարձրաձայնեցի հատկապես Ռուբեն Վարդանյանին առնչվող դրվագը, որովհետեւ 17-րդ օրն է արդեն հացադուլի մեջ է գտնվում, սա իր երկրորդ հացադուլն է, ակնհայտորեն իր առողջությանը եւ կյանքին վտանգ սպառնացող հացադուլ է եւ այս պայմաններում բնական է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են բոլոր հնարավոր եւ անհնարին քայլերը ձեռնարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար։ Պետք է արձանագրենք, որ իշխանության թիվ 1 պարտականությունն է, առասարակ պետության թիվ 1 պարտավորությունն է, պարտականությունն է իր քաղաքացիների մասին հոգ տանելը եւ նաեւ դուք գիտեք, որ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը բազմաթիվ քայլեր էր նկարագրել Նիկոլ Փաշինյանին հղած իր ուղերձում, այսպես կոչված, որոնց կարող է դիմել Հայաստանի Հանրապետության իշխանությունը գործուն քայլերով կարողանալու Բաքվի բանտից ետ վերադարձնելու մեր հայրենակիցներին եւ նաեւ հարցպատասխանից հետո անդրադարձ կատարեց Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, եթե իհարկե դրանք կարելի է արձագանք համարել կամ հայտարարություն համարել, որտեղ ցինիկ պատասխաններ էին դրանք, որովհետեւ պարզապես մարդը զբաղված է ադրբեջանցիների հետ մթնոլորտ ստեղծելով, խաղաղության պայմանագիր է ցանկանում ակնհայտորեն ստորագրել ընտրությունների ժամանակ այդ թուղթը թափահարելու եւ մուրալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ձայները եւ ակնհայտ է, որ առաջնահերթությունների ես սա ցավով եմ ասում, բայց այս արձանագրումը մենք պետք է անենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանության առաջնահերթությունների մեջ չէ ամենևին ռազմագերիների վերադարձը հայրենիք, իսկ փաստաբանը մի շարք քայլեր եւ գործողություններ էր նկարագրել, դիմել տարբեր երկրների, դատական դիտորդներ ուղարկել բարեկամ երկրների դեսպանատների միջոցով դատական դիտորդներ ուղարկել դատավարությանը, դիմել Կարմիր խաչին, թեպետ մենք նաեւ իմացանք, այո, որ Կարմիր խաչը հնարավոր է փակվի Ադրբեջանում եւ սրանք իդեպ այս քայլերը ոչ թե փաստաբանի այսպես պատկերացումներն էին, հնարավոր գործողություններն էին, որոնք կարող են նպաստ, այո, իր փորձի արդյունքներ, այսինքն տարբեր աշխարհի տարբեր երկրների կառավարություններ, դրանք
կիրառել են ըստ էության, նաև այնտեղ օրինակ էր բերում ԱՄՆ-ի օրինակներ բերում, Իրանի Իսլամական Հանրապետություն, երբ որ դատապարտված քաղաքացիներ են ունեցել, ես ցավով եմ այս արձանագրումները իրականում անում, գիտեք, որտեղ մենք մարդկային կյանքի հետ գործ ունենք, իսկ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը, հատկապես Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը օր-օրի ավելի ուժգնանում է եւ չեմ վախենա այդ ձևակերպում օգտագործելուց, բայց ցանկացած անդառնալի հետևանք կլինի Ռուբեն Վարդանյանն, թե կլինեն մեր մյուս ռազմագերիները, ցանկացած անդառնալի հետևանք, որը հասցվում է իրենց առողջությանը եւ կարող է հասցնել իրենց կյանքին, դրանց պատասխանատվությունը ամբողջությամբ ոչ միայն Ադրբեջանի իշխանությունների, նաեւ Հայաստանի իշխանությունների վրա է մնալու։ Հասկանալի է, այս ծանր թեմայից անցում կատարենք ներքաղաքական թեմային, արդեն շուրջ 10 օր է, ներընդդիմադիր կարծես պայքար, միմյանց մեղադրանքներ, տարբեր հարցադրումներ, մենք դրա դրսևորումն ենք հիմա տեսնում, նախ կխնդրեմ գնահատել այս process-ը, Հայաստան դաշինքը նշում է, որ սա ըստ էության երկու նախագահների տարանջատման գործընթաց է, որոնք ունեն եւ աշխարհաքաղաքական ընկալումների եւ վարվող քաղաքականության վերաբերյալ տարբեր պատկերացումներ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունից գալիս է ուղերձ տարանջատում հանուն ընտրությունների։ Իհարկե ամենահաճելիներից չի այս զգայուն խնդրից, որը մենք բարձրաձայնեցինք անմիջապես անցում կատարել ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող իրադարձություններին, բայց ես նաև կարծում եմ, որ կան արձանագրումներ, որոնք այդուհանդերձ պետք է արվեն եւ պետք է արվեն ապագայի համար։ Շատ հստակ է դա ինձ համար։ Մենք այս արձանագրումները պետք է անենք եւ անցնենք առաջ, բայց շատ կարեւոր են դրանք։ Նախ ինչից սկսվեց այս պատմությունը, երկրորդ նախագահի մամուլի ասուլիսից անմիջապես հետո ամենատարբեր անհանգիստ գնահատականները սկսեցին հնչել քաղաքական այսպես կյանքում։ Հայ ազգային կոնգրեսն էր անհանգիստ, հանրապետականի կամ ավելի հստակ ձևակերպեմ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից սկսեցին գնահատականներ հնչել, թե անթույլատրելի է խոսել ընտրությունների մասին, մինչդեռ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսել էր, որ ցանկացած քաղաքական սցենարի դեպքում Հայաստան դաշինքը ունենալու է իր պատկառելի ներկայությունը, դա կլինի փողոցային պայքար, դա կլինի արտահերթ ընտրություն, թե դա կլինի հերթական ընտրություն, այստեղ էլ էր մանիպուլյացիա տեղի ունեցել։ Եվ այս գնահատականները, մեղադրանքները ըստ էության ընդհուպ մինչև իշխանություններին լեգիտիմացնելու եւ իշխանությունների հետ այսպես ծածուկ համագործակցության, այսպես նաեւ ընդհուպ մինչև այդպիսի ակնարկներ էին արվում, զավեշտալի իհարկե, եւ դա շարունակվեց 1, 2, 3, եթե չեմ սխալվում, 4 օր շարունակվեց դա։ Եվ ակնհայտ է, որ այս պայմաններում մարդիկ, ովքեր որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շրջապատից էին, ակնհայտ է, որ հենց այնպես չէին հնչեցնում այս գնահատականները, կամ առնվազն ակնհայտ էր, որ հավանության են արժանանում այս գնահատականները երրորդ նախագահի կողմից։ Հիմա դրան արձագանք բնականաբար չէր կարող չհետևել։ Բնականաբար լինելու էր արձագանք, եւ արձագանքը տեղի ունեցավ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի կողմից, ազգային ժողովում նաեւ ճեպազրույցով հանդես եմ եկել ես, եւ այս պայմաններում որպես առաջին, այսպես ձեր հարցադրման առաջին մասին արձագանք, ուզում եմ արձանագրենք, որ պետք չի ինքնախապեյությամբ այլևս զբաղվել, սրանք երկրորդ եւ երրորդ նախագահի աջակիցների, համակիրների, այսպես ինչ որ գոյություն չունեցող կամ չշոշափելի մարդկանց փոխհրաձգություններ չեն։ Սրանք հստակ դիրքորոշումներ են, որոնք արտահայտվել են երկու թիմերի կողմից։ Իհարկե, գրասենյակի ղեկավար եւ կուսակցության փոխնախագահ սա արդեն
ինստիտուցիոնալ արձագանք է։ Ես տեսա գնահատականներ, որ դե գիտեք, գուցե երկրորդ նախագահը չի կիսում այս տեսակետները, կներեք, բայց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը իր սուբյեկտիվ կամ օբյեկտիվ կարծիքները չի հայտնում։ Սա արձանագրենք, որ տեսակետներ են հայտնել եւ երկրորդ նախագահը եւ երրորդ նախագահը։ Հիմա տարանջատման մասով պարոն Արմեն Աշոտյանը իմ կողմից շատ հարգելի այդպիսի արձանագրում էր արել, որ սա ձեր կողմից կազմակերպված սցենար էր փաստորեն, ձեզ ընդհանրապես պատրվակ էր պետք, որ այս տարանջատումը իրականացնեիք, սա տարանջատում էր հանուն ընտրության, այսինքն իրականացվում է հերթական ընտրություններին ընդառաջ։ Այդպիսի մի բանաձևում էր այսպես առաջ քաշել, ոչ հարգելի պարոն Արմեն Աշոտյան, իմ շատ սիրելի, տարանջատումը սկսել եք դուք։ Տարանջատումը սկսել է Հանրապետական կուսակցությունը դեռևս 2008, իսկ գուցե նաև 2007 թվականից, երբ որ երկրորդ նախագահը հեռացել է նախագահականից, այդ պահից սկսած դուք արձանագրել եք տարանջատումը, դուք փորձել եք տարանջատվել երկրորդ նախագահից, դուք աշխարհի բոլոր, դուք այս դեպքում ես ամենևին պարոն Արմեն Աշոտյանին չեմ դիմում, այո, ես հանրապետականին եմ դիմում կամ երրորդ նախագահին իր շրջապատով, դուք փորձել եք տարանջատվել երկրորդ նախագահից եւ աշխարհի բոլոր մեղքերը եղած, չեղած 2008-2018 թվականներին եւ դրանից հետո նաեւ փորձել եք բարթել երկրորդ նախագահի վրա, դուք եք 2008-2018 թվականներին, օրինակ սնել լրատվական դաշտը, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանովի դեպ, որովհետև դրա ինքնախոստովանությունն էլ է եղել պարոն Միքայել Մինասյանի կողմից, որ ինքը ֆինանսավորել է Նիկոլ Փաշինյանի թերթը, դրա խոստովանությունը եղել է, դա բոլորը տեսել են։ Դուք եք սնել եւ հասարակությանը եւ ամբողջ ծլակները ուղղել երկրորդ նախագահի վրա, մարտի 1-ի բոլոր մեղքերը բարթել երկրորդ նախագահի վրա, ինչ գնում տեղի էր ունենում Հայաստանի Հանրապետությունում, ինչ խոշոր գործարք տեղի էր ունենում Հայաստանի Հանրապետությունում, կամ ինչ գնում եք, դա վերագրում եք երկրորդ նախագահին, չգիտեմ, օդանավակայան, բանկեր, մի խոսքով այդ 4 միլիարդի մեջ հայտնի ցուցակը հրապարակվեց, չէ, 2000 այդ ընթացքում հրապարակվեց։ Ես ավարտեմ։ Պատգամավորներից մեկը Աննա Մկրտչյանը ասում է, այ նիկոլական դատախազի ասածը ձեզ համար հիմք է։ Ես ավարտեմ։ Այդ բոլոր ընկերությունները, այսինքն այն բոլոր կազմակերպությունները, որոնց մեջ ուղղակի կամ անուղղակի նույն այդ ըստ մամուլի հրապարակումների, ես չգիտեմ, փայաբաժին են ունեցել իրենք, այդ ամբողջ ունեցվածքը վերագրվում էր երկրորդ նախագահին։ Դուք հիշում եք 2018 թվականին, երբ որ Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ եւ նրան ձերբակալեցին իրար հետևից հերթ չտալով, բոլոր այդ կազմակերպությունները հիշում եք, որ հայտարարություններ էին տարածում եւ ասում մենք երկրորդ նախագահի հետ կապ չունենք, ժողովուրդ ջան, երկրորդ նախագահը փայաբաժին այստեղ չունի։ Հիշում եք իրար հերթ չտալով այդ բոլոր ընկերությունները, մինչդեռ այդ 10 տարիների ընթացքում ձեռնտու կարգավիճակ էր հավանաբար նաեւ այդ կազմակերպությունների ընկերությունների համար, որ իրենց անունը կապվի երկրորդ նախագահի հետ։ Գիտեք, եթե որևէ մեկ լումայի բաժին, փայաբաժին ունենար այս բոլոր կազմակերպություններում, օդանավակայան, բանկեր, պղնձամոլիբդենային կոմբինատ, սպայկա եւ այլն եւ այլն եւ այլն, դուք կարծում եք այս իշխանությունները դա չէին օգտագործելու։ Իսկապես դուք կարծում եք, որ այս իշխանությունները դա չէին օգտագործելու, ապօրինի գույքով եւ այլն եւ այլն։ Բնականաբար օգտագործելու էին դրանք։ Իհարկե օգտագործելու էին դրանք, ինչի մասին է խոսքը։ Սա մեկ դատախազի մասով, նախկին դատախազի մասով, իսկ ձեզ համար ի վերջո տարօրինակ չի, հարցադրումներ չի առաջացնում, որ ինչպես է ստացվում այն դատախազը, որին Նիկոլ Փաշինյանը քննադատում էր խորհրդարանում ընտրությունների ժամանակ, որին ընտրեց հետո Հանրապետական կուսակցությունը նախկին իշխանությունները ընտրեցին, ինչպես հետո մնաց Նիկոլ Փաշինյանի գլխավոր դատախազ։ Իսկապես,
Այդպեսին է դավաճանելու, ես չգիտեմ, դավաճանելա թե չի դավաճանել։ Ես չեմ կարող այդպիսի գնահատականներ տալ դավաճանելա թե ինչ գործարքներ ա տեղի ունեցել, բայց թողնենք դա։ Տարանջատման մասով արձանագրենք ամփոփելով խոսքս, որ տարանջատումը սկսել է 2008 թվականին եւ այդ տարանջատման սկիզբը դրել են երրորդ նախագահի կողմնակիցները, շրջապատը, հանրապետական կուսակցությունը։ Ես, եթե չեմ սխալվում, 2008 կամ 9 թվականներ Մեդվեդևը, երբ որ Հայաստան էր եկել, Ռուսաստանի հրապարակ էր բացման ժամանակ մի այսպիսի դրվագ եղավ, երբ որ Մեդվեդևը շնորհակալություն էր հայտնում հայ-ռուսական հարաբերությունների կայացման, զարգացման համար, կարծեմ հենց իր ելույթի ժամանակ, այո, ասում էր, որ շնորհակալ եմ նախորդ տասնամյակում արված աշխատանքի համար հայ-ռուսական հարաբերությունների կայացման, զարգացման, ակնարկելով բնականաբար երկրորդ նախագահին, գիտեք այդ ոնց էր թարգմանվել, շնորհակալություն եմ հայտնում անցած տարի հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար տարված աշխատանքների համար։ Այսպես պարզապես հիշեցի, որ ավելի, գիտեք, պատկերավոր լինի այդ տարանջատման բանը։ 2018 թվականից հետո էլ ակնհայտորեն շարունակվել է այդ կսմիթները եւ այլն, այսպես տակից աշխատանք է իրականացվել, բայց հաշվի առնելով 2018 թվականին այն արձանագրումները, թե ինչպիսի չարիք պատուհաս է մեզ պատել, մի անգամ արդեն ազգային ժողովում դրա մասին խոսել եմ, ակնհայտորեն պայմանավորվածություն է այսպես եղել, որ իրար չենք խփում, անցյալը չենք հիշում եւ պայքարում ենք այս իշխանությունների դեմ, փորձելով կանգնեցնել այն արհավիրքը, այն գահավիժումը, որը սպառնում է մեր երկրին։ Տիկին Խամոյան, տեսեք, պարոն Աշոտյանը իմ կողմից եւս շատ հարգված նշում է, որ եթե խնդիր կար տարանջատվելու, ուղղակի հայտարարեիք այդ մասին, բայց ըստ իր տեսակետի հրահրվել է կոնֆլիկտ, որ դրանով ընդդիմադիր հանրությանը այսպես մատուցվի այդ տարանջատման պատճառը, որպեսզի նրանք ընկալեն, թե ինչ է տեղի ունենում։ Մարիանա, ես իմ խոսքի սկզբում արդեն նկարագրեցի իրադարձությունների ընթացքը։ Գիտեք, ակնկալել, որ երրորդ նախագահի շրջապատից մի քանի օր շարունակ պետքա ապատեղեկատվություն տարածվի, ամենավերջին մեղքերի իշխանությանը լեգիտիմացնելու, իշխանությունների հետ համագործակցելու, չգիտեմ, ազնիվ ընդդիմադիր չլինելու, հանրությունից ինչ-ինչ բաներ թաքցնելու մեջ, եթե մեղադրում էին երկրորդ նախագահին եւ ակնկալվում էր, որ դրան արձագանք չի լինելու, ես անկեղծ ասած դա չեմ կարողանում պատկերացնել։ Եղել է դրան արձագանք եւ այդ արձագանքին արդեն եղել է պարոն Աշոտյանի արդեն պաշտոնական արձագանքը որպես ՀՀԿ փոխնախագահ։ Այսինքն շատ հստակ է, թե ինչ է տեղի ունեցել եւ ես ձեզ նկարագրեցի իրադարձությունների ընթացքը, թե ինչպիսին է եղել։ Կան տեսակետներ, օրինակ, այսպիսի տեսակետ է հնչում, որ ինչու այս 7 տարիների ընթացքում չէիք այս արձանագրումները ինչու չէիք խոսում եղած խնդրի մասին։ Եթե կարծում եք, որ Փաշինյանին բերել է երրորդ նախագահը, ուղիղ հարցադրումը սա է։ Կարող են լինել գնահատականներ, թե ինչու այս հարցադրումների մասին 7 տարի շարունակ չէիք խոսում։ Կարող են լինել արդարացի այդ գնահատականները, այդ քննադատությունը կարող է այո լինել օբյեկտիվ, արդարացի, բայց հիմա մենք ունենք այն, ինչ ունենք։ Մենք արձանագրում ենք այն իրողությունը, որը այսօր ունենք եւ շարժվում ենք առաջ։ Սա ընդունում ենք ի գիտություն, շարժվելով առաջ։ 2018 թվականի մասով, գիտեք, ես անկեղծորեն շատ զարմացա, որ մեր գործընկերները, պատիվ ունեմ խմբակցության падգամավորները, Տիկին Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, նախ շատ անձնական էին ընդունել այն հարցադրումները, ես գնահատականներ իդեպ չեմ հնչեցրել եւ շեշտել եմ, որ ես կասկածի տակ չեմ դնում իրենց ընդդիմադիր լինելը եւ ես նորից եմ կրկնում իրենց ընդդիմադիր լինելը ես կասկածի տակ չեմ դնում, բայց ես եւ Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ հարցադրումներ ունենք 2018 թվականի հետ կապված, արկախված հարցադրումներ են դրանք եղել։
Մյուս կողմից, գիտեք, այդ քաղաքացիներից ոմանք կամ գուցե շատերը, չգիտեմ, տոկոսային հարաբերակցություն ես չեմ կարող հիմա մատնացույց անել։ Իրենցից ոմանք եղել են կան երկրորդ նախագահի այսպես աջակիցներից են։ Եվ հիմա փորձել ներկայացնել, որ այ Նիկոլին Սերժ Սարգսյանն ա տվել իշխանություն թեզը ծնվել է երկրորդ նախագահի գրասենյակում, աջակիցներն են դա տիրաժավորել, ոչ, աջակիցները դա չեն տիրաժավորել երկրորդ նախագահի։ Պարզապես այն հարցադրումները, որոնք կան Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիների մոտ, դուք կարող եք ցանկացած, ես ձեզ առաջարկում եմ, վստահաբար նստում եք տաքսի։ Ցանկացած վարորդի կարող եք հարցադրումներ տալ 18 թվականի հետ կապված եւ տեսնել թե քանիսը ձեզ կարձագանք են, քանի հարցադրում ձեզ հարցադրումով կպատասխանեն։ Այսինքն իսկապես մարդկանց համար ես սա շատ անկեղծ եմ ասում։ Դրանք հարցեր են, որոնք մարդկանց համար հասարակության, այո, հուզում եւ այդ հասարակության մի հատվածը, հարգելի Մարիանա, երկրորդ նախագահի աջակիցներից են, որոնք այս տարիների ընթացքում նաև փորձ է արվել այսպես մեղմել, զսպել այդ ցանկությունը արտահայտվելու, չգիտեմ, օբյեկտիվ քննադատություն կամ մեղադրանք հնչեցնելու, գիտեք, բայց անverջ հնարավոր չի փորձել այդ ամեն ինչը վերահսկել եւ զսպել։ Որևէ մեկը այդ թեզը չի հորինել։ Դա այսպես կենթանի հարցադրում է, որը կամ մեր հասարակության մեջ եւ ես կարծում եմ, մի նախադասություն, եւ ես կարծում եմ, որ այդ հարցին ի պատասխան կամ այդ հարցերին լավագույնս կարող է անդրադառնալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր մամուլի ասուլիսի ժամանակ շատ հստակ դրվագային, գուցե նաեւ օրերով, իրադարձություններով նկարագրելու եւ ներկայացնելու ի վերջո իր տեսակետը, որ հասարակությունն էլ ի վերջո իր համար հետևություն անի, թե ի վերջո ինչ տեղի ունեցավ 2018 թվականին, ով է բերել Փաշինյանին, Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպանը եւ Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամ Միքայել Մինասյանը տալիս է պատասխան, ժողովուրդն է բերել, եղել է հեղափոխություն, ժողովրդական հեղափոխություն։ Գիտեք, ես այո, ծանոթ եմ պարոն Մինասյանի Facebook-յան գրառմանը եւ նախ առաջին արձանագրումը պարոն Մինասյանը այդ արձանագրումները այսպես դիտորդի կարգավիճակով է անում, բայց եթե ես չեմ սխալվում, պարոն Մինասյանը շատ առանցքային դեր է ունեցել իշխանության մեջ 2008-18 թվականներին, շատ առանցքային դեր է ունեցել, պաշտոնները միայն նկատի չունեմ իր զբաղեցրած, ազդեցությունը նկատի ունեմ, ես նկատի ունեմ իր ազդեցությունը, մենք լրագրող ենք եղել, սա փոքր երկիր է եւ բոլորս գիտենք, թե ինչպիսի ազդեցություն է ինքը ունեցել որոշումների կայացման, մամուլի ազդեցության եւ այլ հարցերի վրա, չգիտեմ, կադրային քաղաքականության եւ այլն, այդ տեսանկյունից գիտեք դիտորդի դերով գնահատականներ տալ, որ հեղափոխություն է տեղի ունեցել, հարգելի պարոն Մինասյան, հեղափոխություն մի դեպքում է լինում, անարդյունավետ կառավարման դեպքում, եթե դուք ընդունում եք, որ տեղի է ունեցել հեղափոխություն, դուք նաև պետք է ընդունեք, որ անարդյունավետ կառավարում է տեղի ունեցել, իսկ այդ կառավարմանը դուք վստահաբար ամենափոքր մասնակցությունը հաստատ չեք ունեցել։ Այս մեկ։ Ես անկեղծորեն չեմ կարողանում հասկանալ, հիմա մեզ են չէ մեղադրում, ասում են դուք մեղադրում եք մեզ, որ մենք Նիկոլին ենք բերել եւ այլն, բա դուք գնացել եք հրապարակ, չգիտեմ, Տիկին Խամոյան 18 թվականին հնչում է մեղադրանք, որ Սերժ Սարգսյանին մենակ են թողել ընդդիմադիր մյուս ուժերը, մասնավորապես երկրորդ նախագահը։ Այդ թեզին էլ կանդրադառնամ, բայց այդ ռետորական մի հարցադրում հնչեցնեմ, էլի պարոն Մինասյանն էլ է իրան մենակ թողել երրորդ նախագահին, թե չէ, սա իմիջայելոց Միքայել Մինասյանը։ Հիմա պարոն Մինասյանը ինչ է ասում, Միքայել Մինասյանը։ Ասում որ հեղափոխություն է տեղ ունեցել։ Լավ, ասեցի արդեն հեղափոխություն որ դեպքում է լինում, երբ որ լինում է անարդյունավետ կառավարում, այսինքն դուք ընդունում եք, որ 2008-2018 թվականներին, պարոն Մինասյան, այնպիսի բարքեր են եղել, այնպիսի կառավարում է տեղ ունեցել, որը մարդկանց հանել է փողոց։ Սա տարբերակ 1, տարբերակ 2,
որը առաջ են քաշում պատիվ ունեմ իմ շատ սիրելի գործընկերները, որ տեղի ունեցել իշխանազավթում։ Հեղափոխության ժամանակ իշխանազավթում տեղի չունեմ, չէ՞, սրանք երկու տարբեր գործընթացներ են, այո, տարբեր իրողություններ են։ Բա որ իշխանազավթում է տեղ ունեցել։ Նաև դուք հիշում եք, երբ որ Նիկոլ Փաշինյանին պետք է ընտրեին այդ օրերին վարչապետ, դա նկատի ունեմ ընտրությունը խորհրդարանական ելույթներ են ես նկատի ունեմ, ինչ գնահատականներ էին հնչում հանրապետական խմբակցության մի շարք պատգամավորների կողմից, որ սա չարիք է, որ սա եկել է Արցախը հանձնելու, որոնց հետ ես ի դեպ նաև համաձայնել եմ, որ սա չարիք է, որ սա եկել է Արցախը հանձնելու, որ այս իշխանությունները, այս մարդիկ, մեզ այս ամփորձ երիտասարդները մեզ տանելու են արկածախնդրության, այդ արկածախնդիր քաղաքականությունը մեզ լավ տեղ չի տանելու, այսպիսի բազմաթիվ հիշում եք, հենց այդ օրերին էին ելույթներ ունենում, բա ինչի թույլ տվեցիք, հարգելի գործընկերներ, ինչի թույլ տվեցիք, երբ որ ապրիլի այս հարցադրումը էլի եմ հնչեցրել, երբ որ ապրիլի 13-ին, երբ որ փողոցը անկառավարելի չէր, տեսեք, ես չեմ խոսում ապրիլի 23-ին, այսինքն երրորդ նախագահի հրաժարականից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Առասարակ 18 թվականը պետք է բաժանել մինչև ապրիլի 23, մինչև երրորդ նախագահի հրաժարական եւ ապրիլի 23-ից հետո։ Բա ապրիլի 13-ին կամ 13-ներ կամ 14-ներ, լավ չեմ հիշում։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը 20 կամ 30 հոգու հետ ներխուժում էր ռադիոյի շենք։ Բա իրավական գործընթաց դրան ինչի չի հաջորդել։ Նիկոլ Փաշինյանը ինչի չի ձերբակալվել։ Տեսեք, Տիկին Խաման, այդտեղից բխում են դրմանը ի պատասխան ասում են, ուզում էիք որ կրակենք։ Ոչ, պետք չէր կրակել։ Ինչ է նշանակում ուզում էիք որ կրակենք։ Որևէ մեկը չի ասում պետքա կրակել, բայց հարգելի Մարիաննա, իշխանության սուրբ պարտականությունն է, սուրբ ամենակարևոր առաքելությունն է պահել երկրի սահմանադրական կարգը, որևէ մեկը չի ասում, որ այդտեղ պետք էր Նիկոլ Փաշինյանի վրա կրակել, բայց Նիկոլ Փաշինյանին պետք էր ձերբակալել։ Այս օրերի ընթացքում իմ շատ սիրելի ընկերները հանրապետական խմբակցությունից, երրորդ նախագահի շրջապատից բազմաթիվ լայվեր են ունեցել, հարցազրույցներ են ունեցել, անդրադարձել են նաև իմ ճեպազրույցին, իմ հնչեցրած գնահատականներին, բայց որևէ մեկը այդպես էլ չի մոտեցել հարցի պատասխանին, թե ինչու ապրիլի 13-ին, երբ որ տասնյակ հազարներով կամ հազարներով մարդիկ չէին, որովհետև դրան պետք է հաջորդեր Նիկոլ Փաշինյանի ձերբակալություն։ Ինչու Նիկոլ Փաշինյանը այդ օրը չի ձերբակալվել։ Ապրիլի 23-ից հետո իրավիճակը, այո, այլևս անկառավարելի է եղել։ Դա որևէ մեկը չի հերքում, բայց մինչև ապրիլի 23-ը իշխանության անգործությունը քննարկման առարկա է եւ դա շատ բնական է եւ կներեք Մարիաննա նեղանալ այս հարցադրումներից ասել բա դուք մեզ մենակ թողեցիք մեջ բերել նախագահի հայտնի հարցազրույցը ճամպրուկի մասին որը ձայնագրվել է մի քանի օր առաջ հետո մի քանի օր առաջ է ձայնագրվել հետո հրապարակվել է այդ հարցազրույցը փորձել այսպես մեղադրել որ երրորդ նախագահի պաշտոնան հրաժարականից հետո փորձ արվեց իշխանությունը վերցնելու Կարեն Կարապետյանի վրա սլաքները տանել գիտեք դրանք զուր ժամանակ վատնող իրոք զրույցներ են որովհետև իրավիճակը պետք է կառավարելի ոչ թե կառավարելին տեսեք երբ որ ես այս բառն եմ օգտագործում կառավարելի լինել ես ենթագիտակցորեն նաև հասկանում եմ որ process-ը սկսվել է կառավարելու համար եւ անկառավարելի է օրինակ դարձել այդպես է ստացվում բայց պետքա անգործություն չցուցաբերվեր տարբերակ երկրորդի դեպքում եթե մենք ընդունում ենք ինչպես պատիվ ունեմ իմ գործընկերներն են ասում եթե մենք ընդունում ենք որ իշխանազավթում է տեղ ունեցել բայց այս երկու սցենարի դեպքում էլ ես ցավում եմ արձանագրում բայց վատ է եղել այսինքն երկու սցենարի դեպքում էլ
մեղքը, մեղավորությունը ակնհայտ է իշխանությունների, օրվա իշխանությունների։ Եթե հեղափոխություն ա եղել, ուրեմն այնքան վատ է կառավարել, որ հեղափոխություն ա տեղի ունեցել, եթե իշխանազավթում ա տեղի ունեցել, ապա ինչու չեք կանխել այդ իշխանազավթումը։ Ձեր նշած հարցի պատասխանը հավանաբար կարող է տալ ժամանակի ոստիկանապետը, թե ինչու համապատասխան միջոցներ չձեռնարկվեցին մինչև իրավիճակը անկառավարելի դառնալը։ Եվ մի հարցադրում էլ, որը շատ է հնչեցվում։ Ես ցավոք գիտեմ այդ հարցերի պատասխանները։ Ես գիտեմ այդ հարցերի պատասխանները։ Ես իրադարձությունների ամբողջ ընթացքը գիտեմ եւ ինձ նման, չգիտեմ, եւս մի քանի տասնյակ կամ մի քանի 100 մարդ այդ իրադարձությունների ընթացքը գիտի։ Բայց շատ կարևոր է, որ սրա մասին խոսի նախկին իշխանությունը, խոսի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Բոլորը շատ լավ գիտեն իրադարձությունների ընթացքը։ Ես առաջարկում եմ, որ դուք լրագրողներով, լրատվամիջոցներով նաև դիմեք երրորդ նախագահի գրասենյակին եւ առաջարկեք, որ ինքը իսկապես այս հարցերին սպառիչ պատասխաններ տա։ Ես հիմա ինձ իրավունք չեմ վերապահի խոսել բաների մասին, որոնք օրինակ հանրապետական պատգամավորներ են օրինակ նկարագրել, անհանգստություններ, որոնցով կիսվել են, տեղեկություններ, որոնք հաղորդել են։ Ես կարծում եմ, որ ճիշտ չի իմ կողմից եւ կարծում եմ, չգիտեմ, ես ինձ այդ իրավունքը չեմ վերապահի հիմա ասելու, թե ինչ ա տեղ ունեցել, բայց բոլորս օրերով գիտենք ինչ ա տեղի ունեցել եւ ես կարծում եմ, որ գիտեք, ամենակարևոր բանը ես դասեր չեմ ուզում տալ, բայց ամենակարևոր բանը նաեւ առաջ շարժվելու համար ընդունել քո սխալները, ընդունել քո թերությունները, ընդունել այն սխալները, որոնք դու գործել ես, այս դեպքում 18 թվականի մասին է խոսքը, դրանից առաջ իրենց խղճի գնահատելիքն է, էլի, բայց շատ կարևոր է, որ դու նաև ազնիվ լինես ժողովրդի հետ, մարդկանց հետ, դու ազնիվ նկարագրես այն ընթացքը, որի միջով դու եւ նաև շատերս անցել ենք։ Տիկին Խամոյան, եւ վերջին հարցը, որը էլի շատ է հնչում երկրորդ նախագահի թիմին ուղված 21 թվականին ընտրություններին մասնակցելն էր եւ դրանով իսկ Նիկոլ Փաշինյանին լեգիտիմացնելը ձեր գործընկերներից падգամավոր Հայկ Մամիջանյանը կարծիք էր հայտնել, որ երկրորդ նախագահն է հորդորել ՀՀԿ-ին մասնակցել ընտրություններին ու որպես հարցի շարունակություն 26 թվականի հերթական ընտրությունների մասին, երբ խոսեց ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը, միանգամից սոցցանցերում ստատուսներ հայտնվեցին, որ կրկնվելու է 21 թվականի սցենարը։ Գիտեք, նախ դուք ամբողջությամբ չմեջբերեցիք պարոն Մամիջանյանի խոսքից այդ հատվածը, եթե չեմ սխալվում, նաև այսպիսի ձևակերպում կար, որ խնդրել է, Քոչարյանը խնդրել է, որ ՀՀԿ-ն մասնակցի 2021 թվականի ընտրություններին, ես անկեղծ ասած նախ շատ զարմացած էի այդ հայտարարության վրա պարոն Մամիջանյանի, որովհետև ով է դա պատմել պարոն Մամիջանյանին, Սերժ Սարգսյանն է պատմել, Ռոբերտ Քոչարյանն է պատմել, որտեղ այդ զրույցը վստահաբար տեղի ունեցել երկրորդ եւ երրորդ նախագահների միջեւ, բայց ես կարող եմ ձեզ հիմա պաշտոնապես հայտարարել, որ նման բան տեղի չի ունեցել։ Երկրորդ նախագահ մամուլից է տեղեկացել, որ հանրապետականը մասնակցում է 2021 թվականի արտահերթ ընտրություններին, որովհետև մինչև դա դուք հիշում եք, կարծեմ 2 թե 3 ամիս առաջ հանրապետականը հայտարարություն էր տարածել, որով հայտնում էր, որ չի մասնակցելու ինքը արտահերթ ընտրություններին, բայց շատ արագ իրենց այսպես որոշումը փոխվում է, մամուլից է, եթե չեմ սխալվում, տեղեկացել, իդեպ մամուլից նաև տեղեկացել է երրորդ նախագահի պաշտոնակության մասին։ Եվ այս պայմաններում ասել, որ հորդորել է երկրորդ նախագահը, որ մասնակցեն, բնականաբար իրականությանը մեղմ ասած չի համապատասխանում։ Նեղացկոտ արձագանքներ են, չէ՞, հնչում, ասում են, հա, բայց դու խոստացել էիր, որ կրես եւ չես կրել։ Գիտեք, նորից եմ ասում, սա ազգային ժողովում եմ ասել, չկա ուժ, որը մասնակցում է ընտրություններին եւ ասում է, հարգելի հայրենակիցներ, ես գնում եմ, որ 4-5 մանդատ ունենամ խորհրդարանում։
իրեն հարգող ցանկացած քաղաքական միավոր ուժ մասնակցում է ընտրություններին հաղթելու նպատակով։ Դա շատ բնական է։ Այսինքն դու չես կարող մեսիջ հղել քո ընտրողին, որ դու չես գնում հաղթելու։ Բնական է, որ դու գնում ես հաղթելու։ Այս մասով լեգիտիմացնելու մասով ստացվում է նույնքան որքան Հայաստան դաշինքն է լեգիտիմացնել, նույն սկզբունքով էլ նաև պատիվ ունեմ խմբակցությունն է լեգիտիմացրել, որովհետև իրենք ի վերջո որոշում են կայացրել, շեղվելով իրենց առաջին հայտարարությունից, որով հայտնում են, որ չէին մասնակցելու ընտրություններին, իրենք էլ են փաստորեն լեգիտիմացրել այդ ընտրությունները։ Իրենք նաև լեգիտիմացրել են փաստորեն 18 թվականի ընտրությունները, որովհետև Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ 80-90% վարկանիշ ուներ, 90% վարկանիշ այո ուներ, եւ այդ դեպքում էլ էր անհասկանալի թե ինչու են մասնակցում ընտրություններին, բայց ես վստահ եմ, որ եւ դա շատ բնական է, շատ նորմալ է, որ 26 թվականի ընտրություններին են մասնակցելու։ Ես չգիտեմ, հանրապետականն է մասնակցելու, թե որևէ դաշինք է լինելու, թե երրորդ նախագահ Սարգսյանի աջակիցներից բաղկացած ինչ-որ թիմ է լինելու, բայց ես վստահ եմ, որ իրենք մասնակցելու են ընտրություններին եւ դա շատ բնական է։ Շատ բնական է։ Քաղաքականությունը նաև դրա մասին։ Քաղաքականությունը չկա քաղաքական ուժ, որը չի մասնակցում ընտրություններին։ Ես ուզում եմ ամենք անկեղծ լինենք։ Մենք կուզենք, որ հիմա լիներ խորհրդարան, որտեղ կլիներ, չգիտեմ, Արամ Զավենի Սարգսյանը, ինչ որ Բաբաջանյաններ, Շիրինյաններ եւ այլն, եւ այն բոլոր process-ները, որոնք չի կարողանում այս իշխանությունը ավարտին հասցնեին։ Եվ գիտեք, ուզում եմ մի արձանագրում էլ անել, եթե մենք արդեն ամփոփում ենք։ Ես կարծում եմ, այո, ես կարծում եմ, որ շատ պետք չի նեղսրտել, որ այ լավ չեղավ, որ այսպես հրապարակային դարձան հարցադրումները, որովհետև այդ հարցադրումները միշտ եղել են, գիտեք, կուլիսներում մենք այդ հարցադրումները քննարկել ենք, ես իմ ընկերներից բազմաթիվ ընկերների ես հարցադրումները հնչեցրել եմ, համոզիչ պատասխաններ չեմ ստացել, բայց սա նաև ինչ-որ բնական process է եւ պետք չի նաև սրանից վախենալ, գիտեք, պետք չի վախենալ, որովհետեւ ընդդիմադիր դաշտը միշտ էլ այսպիսի նաև իր ներսում այսպիսի վայրի վերումների միջով է անցնում, Նիկոլ Փաշինյանն էլ տարբեր, չգիտեմ, խմբավորումների մեջ էր, Հայկի մեջ էր, Ելքի մեջ էր եւ այլն, բայց ինքնադրսևորվեց։ Տեսակետն այն է, որ դա Փաշինյանին է ուժեղացնում հիմա այս։ Գիտեք, ես չգիտեմ ինչն է ուժեղացնում Փաշինյանին։ Փաշինյանին ուժեղացնում է անտարբերությունը, Փաշինյանին ուժեղացնում է այն, որ մարդիկ այսօր կարան մեր գերիների հարցի հետ կապված լինեն անտարբեր, սառնասիրտ, իրենց բողոքի ձայնը չբարձրացնեն։ Այս ամեն ինչը ուժեղացնում է Փաշինյանը, շատ բաներ են ուժեղացնում Փաշինյանին, բայց գիտեք, այս պատմությունը եթե ամփոփելու լինենք, իսկ ես ուզում եմ ամփոփել այս պատմությունը, ես համարում եմ, որ ես այլևս ասելիք չունեմ այս մասով, միջև այն պահը, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես կգա մամուլի ասուլիսով եւ հուսով եմ, որ բազմաթիվ հարցադրումների, բազմաթիվ դրվագների իր անդրադարձը կանի։ Այս պատմությունը նաև գուցե առաջացել է նրանից, որ մարդիկ այդպես էլ չկարողացան հասկանալ շատ մեր քաղաքացիներ, կապ չունի երկրորդ նախագահի աջակից են, թե աջակից չեն, կամ երրորդ նախագահի քաղաքականությունը հավանում են, չեն հավանում, մերժել են, չեն մերժել, բայց մարդիկ մի բան այդպես էլ չկարողացան հասկանալ, որի անունը ես այսպես քաղաքական հանելուկ կարող եմ դնել եւ քաղաքական հանելուկի նման հնչեցնել։ Ինչպես ստացվեց, որ 2018 թվականին մերժեցին Սերժին, նստեց Քոչարյանը։ Շնորհակալ եմ զրույցի համար, այս հարցը թողնենք հեռուստադիտողին մտորելու, հարցազրույցին սպասեք վաղը։